Սպասված հյուրերին Չորաթանում դիմավորեցին սպատշաճի, աղոհացով Սուրբ Մատաղի արարողությամբ։ Իտալիայի Ֆլորենցիայի մերձակա Սկանդիչի քաղաքից նախաձեռնող խումբը երկրորդ անգամն է Չորաթանում։ Հայաստանի մխիթարյան միաբանության Չորաթանի մխիթար երիտասարդական կենտրոնի հետ սկսված բարեկամությունը վերաճում է միջհամայնքային գործակցության։ Փորձում ենք Չորաթանի հետ գործակցությունը անհատական հարաբերություններից հասցնել ինստիտուցիոնալ մակարդակի, երկու համայնքապետերի միջև ուղղակի կապից մինչև համայնքային գործակցությունը։ Փոխադարձ այցերով ուղեկցվող բարեկամությունը խորացնելուն էր միտված նաև իտալական կողմի Սկանդիչիում Լա Մելագրանա կոչվող հայերեն նոր հասարակական կազմակերպության հիմնումը։ Չորաթանի երիտասարդական կենտրոնում հյուրերն անթաքույց հիացմունքով ծանոթացան երեխաների գործերին, ձեռք բերած հմտություններին։ Այստեղ հաճախող տարբեր տարիքի 80 դպրոցահասակ երեխաներ ընդգրկված են երգի, պարի, ասմունքի, համակարգչային ուսուցման, շախմատի և ֆուտբոլի խմբակներում։ Բոլոր գյուղի ծնողները շատ գոհ են, որ իրենց երեխաները հաճախում են այստեղ։ Կենտրոնի շնորհալի սաների պատրաստած համերգային ծրագիրը իսկական անակնկալ էր իտալացի հյուրերի համար։ Բեմահարթակից հայկական ազգային երգուպարի հետ հնչեց նաև իտալականը, շփոթության չափ տպավորված էին։ Չնայած որոշակիորեն ծանոթ էինք, բայց այն, ինչ հիմա տեսանք, վեր էր մեր սպասածից։ Չորաթանի և Սկանդիչիի միջև գործակցությունը մոտ հեռանկարում նախատեսում է Չորաթանում անգլերենի ուսուցման կենտրոնի բացումը։ Ապագայում նույնպես կարողանանք նոր ծրագրեր իրականացնել, ել ավելի խորացնելու ուրեմն մեր համագործակցությունը։ Թարգմանության դժվարություններ էլ չկային։ Երիտասարդական կենտրոնի տնօրեն Էդգար Քալանթարյանն իտալերենի իր իմացությամբ վերացրել էր լեզվական խոչընդոտը։ Բարեկամության կամուրջը գցված էր, իսկ ի նշան սիրո և խաղաղության բաց թողնված աղավնին մի պտույտ գործելուց հետո իջավ Մասիսների մանրակերտի մեծ գագաթին։ Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Առաջին ալիք։